Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ, Հայաստանի հանրային ռադիոյի եւ Եվրոպական հեռարձակողների միության համատեղ այս հաղորդման նպատակն է գիտելիքներ փորձ փոխանցել հայաստանցիներին, որպեսզի հատկապես ընտրություններից առաջ, հատկապես սոցիալական մեդիայում հանդիպած տեղեկատվությանը նրանք մոտենան քննադատաբար։ Այսօր Fake Check-ի եթերում փորձելու ենք բացահայտել, թե ինչպես են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները այսպես օգտագործում մեր էմոցիաները, դրանք դարձնելով քաղաքական գործիք եւ փորձելով ազդել ներհայաստանյան զարգացումների վրա։ Այս թեման այսօր պատրաստվում ենք քննարկել Ամփոփ մեդիայի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանի եւ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սուրեն, Ամփոփ մեդիան վերջերս մի հրապարակման հանդես եկավ, անդրադառնալով օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին, եւ գլխավոր հետևություններից մեկը այդ հրապարակման այն է, որ նման հրապարակումները, նման տեղեկատվական այսպես արշավները հաճախ թիրախավորում են մեզ, օգտագործում են մեր էմոցիաները, որպեսզի պայմանական ասած անջատեն մեր բանականությունը եւ օգտագործեն։ Ինչ պետք է անի մարդ, երբ որ ինքը սոցցանցերում հանդիպում է մի տեղեկատվության եւ դրանից հետո, այսպես ասենք, արյունը խփում է այդ մարդու գլխին, բարկանում է, ջղայնանում է, էմոցիաները խեղդում են իրեն եւ ինչպես դուք եք ասում, անջատվում է բանականությունը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, շատ հետաքրքիր հաղորդում է, հաղորդաշար է ձեր մոտ եւ ես ինքս հետևում եմ այդ հաղորդաշարին, այսօր արդեն նաեւ հյուրի կարգավիճակով եմ այստեղ, շնորհակալություն։ Պետք է ասեմ, այո, նախ ուզում եմ նշել, որ մենք ընդամենը 1 ամիս է ինչ սկսել ենք մի շարք անունը դնելով զգոնության դասեր, որի հիմնական նպատակն է օգնել լսարանին իսկապես մանիպուլյացիայի չենթարկվել եւ ամեն նյութով, նոր թեմայով մենք ներկայացնում ենք տարբեր այդ տեսակ ուրեմն օրինակներ, որոնք որ կհուշեն լսարանին այս կամ այն ձևաչափով ուշադիր լինել այն տեղեկատվական հոսքերին, որոնք որ հայտնվում են իրենց սոցիալական ցանցերում, հարթակներում։ Ես հանդիպեցի նման տեղեկատվության, էմոցիաները խեղդում են ինձ, ինչ պետք է անեմ։ Այո, հիմա անցնենք էմոցիաներին։ Այո, այսօրվա դրությամբ փաստացի տեղեկատվական հոսքերում հիմնական նպատակն է լսարանի ուշադրությունը գրավել, էմոցիաները առաջացնելով, որովհետև այդ էմոցիաների հաշվին է, որ դու սկսում ես որոշակի գործողություն անել նախ եւ առաջ ֆիզիկապես, այսինքն ձեռքի ուրեմն մատի սեղմումով հավանում ես, տարածում ես եւ կամ մեկնաբանություն ես անում այդ գրառումների տակ կամ հետ կապված եւ այդ ֆիզիկական շարժումները նախ եւ առաջ, մինչեւ ֆիզիկական շարժումները նախ եւ առաջ ուղեղի վրա են ազդում այդ տեղեկատվությունը։ Հետևաբար ստեղծում են, ձևավորում են որոշակի էմոցիա։ Այսինքն պետք է ասել, որ մանիպուլյացիաները, եթե մենք միանշանակ այդ ամփոփիչ որպես խոսք ասենք, մանիպուլյացիաների մասին ենք մենք խոսքում։ Իսկ մանիպուլյացիան դա հոգեբանական ազդեցություն ունենալու մի ձև է, որի նպատակն է իսկապես ազդեցություն ունենալ ձեր վարքի, վարքագծի, ձեր որոշումների վրա։ Արթուր, Սուրենը հետաքրքիր հանգամանք էսպես նշեց։ Ինչ է ստացվում, փաստորեն, եթե նախկինում լրատվամիջոցների, ընդհանրապես տեղեկատվության նպատակը դրթելն էր, որպեսզի մարդ մտածի, այսինքն դատողություն անի։ Հիմա կարծես տեղեկատվության նպատակը այսպես դրթելն է, որպեսզի մարդ էմոցիոնալ ինչ-որ գործողություն, էմոցիաների ներքո ինչ-որ գործողություններ ձեռնարկի, այսինքն մենք ուզում ենք, մենք ասելով ես նկատի ունեմ նման կարգի տեղեկատվության հետևում կանգնածները, որ մարդիկ այսպես ազդենք մարդկանց էմոցիաների վրա, մարդիկ դառնան այսպես էմոցիաներով դրթված ինչ-որ քայլեր անեն, ոչ թե մտածեն, սա ինչի մասին է վկայում ընդհանրապես։ Սա վկայում է, որ սոցցանցային ալգորիթմները իրենց ազդեցություն ունեցել են, որովհետև տարիներ շարունակ սոցցանցերի նպատակ են ունեցել ալգորիթմերով խթանել, որպեսզի մարդիկ հնարավորինս երկար մնան իրենց հարթակներում կամ պարբերաբար վերադառնան եւ տեսել են, որ դա անելու ճանապարհը մարդկանց էմոցիա եւ գործողության մղելն է, էմոցիայի եւ գործողության, որտեվ զայրացած կամ ուրախացած կամ հետաքրքրված ավելի հեշտ կառավարելի ավելի հեշտ կառավարելի է, էլի է հետ գալու եւ նաեւ ինչ որ գործողություններ եւ լայքելու է այդ գրառումը, բայց ես միշտ մղում է, չէ, ասում են սեր զանգակ, չգիտեմ, բաժանորդագրվի եւ այլն։ Դիտենք կարճ մի տեսանյութ, որից հետո կվերադառնանք տաղավար։
Երբևէ զգացել եք, որ համացանցում կարդացած լուրերից ձեր արյունը գլխին է խփում։ Դա պատահականություն չէ։ Մանիպուլատորների համար ձեր զայրույթը, վախը կամ հուսահատությունը լավագույն անջատիչն են քննադատական մտածողության համար։ Բայց սա պարզապես սուտ չէ։ Մենք գործ ունենք օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության հետ։ Սա համակարգված գործողությունների շղթա է, որտեղ օտար նարատիվները դիմափոխվում են եւ մատուցվում որպես տեղական վերլուծություն կամ արդարացի դժգոհություն։ Մեխանիզմը պարզ է, ընտրվում է ցավոտ թեմա անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, սերմանվում է, կասկած է տարածվում վստահելի փաթեթավորմամբ։ Վերջնական նպատակը համատարած անվստահություն ստեղծելն է, որպեսզի դուք այլևս ոչ ոքի չհավատաք։ Հիշեք, որքան ուժեղ է էմոցիան, այնքան թույլ է վստահությունը։ Ձեր սառնասրտությունը ձեր միակ վահանն է։ Ամփոփ մեդիայի հրապարակման մեջ դուք նշում եք, որ ըստ էության օտարերկրյա այդ տեղեկատվական մանիպուլյացիաների, այսպես ասենք, թերևս ամենագլխավոր նպատակն է, որպեսզի անվստահություն սերմանեն ընդհանրապես հանրությունում, տվյալ հանրության ներսում եւ քաղաքացին այլևս վստահելի աղբյուրներ չունենա, չվստահի ինստիտուտներին, չգիտեմ, քաղաքական գործիչներին։ Եթե մենք նման իրավիճակի ենք բախվում, մենք կարող ենք ասել, որ, չգիտեմ, օրինակ հիմա Հայաստանում այդպիսի իրավիճակ է եւ գիտեք, մեր քաղաքացին այսպես պարտվել է այդ տեղեկատվական մանիպուլյացիաների առջև։ Նայեք, տեսեք, հիմնականում խնդիրը հետեւյալն է՝ անորոշություն սերմանել լսարանի շրջանում, հատկապես այն օգտատերերի կամ նրանց շրջանում, ովքեր կողմնորոշված չեն, հա, կամ որոշակի կողմնորոշվածություն են իրենց մեջ վստահությունը կամ կողմնորոշվածությունը որոշակի շեղեն, կոտրեն եւ իրենք սկսեն կասկածի մեջ մտնել։ Այսինքն հիմնական խնդիրը լուծվում է հետեւյալ կերպ, որպեսզի լսարանի շրջանում ձևավորեն կամ վախ, կամ տագնապ, կամ զայրույթ եւ կոնկրետ այն ամեն ինչի նկատմամբ, որի նկատմամբ իրենք ունեին որոշակի դիրքորոշում, արդեն ինչ-որ վստահություն եւ այլն։ Կապ չունի, մենք հիմա չենք խոսում այս կամ այն ուժերի մասին, այլ խոսում ենք հենց ուղղակիորեն այդ տեղեկատվական հոսքերի մասին, որոնք իրենց մեջ պարունակում են մանիպուլյացիա։ Հետևաբար այդ վստահությունը կամ անորոշությունը, որ ձևավորվում է լսարանի շրջանում, բերում է մի իրավիճակի, որ տվյալ անձը արդեն կարելի ասել սկսում է շատ հեշտ մանիպուլյացիայի ենթարկվել։ Արթուր, ընդհանրապես կան գործիքներ, որոնք կարող են չափել այդ օգտատերերի էմոցիոնալ տատանումները, այսպես ասենք։ Կա նման մեթոդաբանություն, նման գործիք, դատողություններ, որ գիտեք, եկեք հասկանանք, եթե օգտատերերը օրինակ սոցիալական ցանցերում դառնում են ավելի էմոցիոնալ, ուրեմն սա հավանաբար ինչ-որ գործընթացի հետևանք է։ Այո, իհարկե կան եւ շատ ակտիվ օգտագործվում են։ Մեր օրինակ լսողներից, ովքեր որ Facebook-ի իրենց էջերը սարքել են պրոֆեսիոնալ պրոֆիլ, գիտեն, որ այնտեղ կա կամ Instagram-ում ունեն, կարող են մտնել insights, հա, իրենց անալիտիկ տվյալները եւ այնտեղ կարող են տեսնել մեծ հաշվով այդ էմոցիան մի քանի ձև։ Առաջինը դա հենց պարզ վիճակագրությունն է, թե ինչ-որ մի գրառում կտրուկ շատ արագ թափ է հավաքում իր դիտումները հստակ է, որ դա էմոցիայի հետ գործ ունենք, պլյուս գիտեք, որ բոլոր հարթակներում հիմա փորձում են հատուկ այդ սմայլիկները, հա, կիրառել սմայլիկները, որոնցով մարդիկ հենց էմոցիա են արտահայտում եւ դրանք նույնպես վիճակագրեն ուսումնասիրելի են եւ տրեքինգ են արվում եւ նաեւ կան պրոֆեսիոնալ մոնիտորինգային գործիքներ, որոնք նույնիսկ մեկնաբանությունների, կոմենտների եւ հրապարակման տեքստից են կարողանում եզրահանգումներ անել եւ Օրինակ մեր թիմը հենց այդպիսի գործիքներ էլ օգտագործում է, երբ մենք վերլուծում ենք այսպես կոչված social listening կամ ցանցային ուսումնասիրություններ ենք անում, տեսնենք թե որ թեմաներով, ինչ թեմաներ են տարածում, որոնք են արագաճում, բացասական թե դրական կոնտեքստում են, այնպես որ այո, միանշանակ կան եւ դա շատ օգտակար է, ընդ որում դա բիզնես կիրառություններ ունի, եթե պարզ բիզնեսմենների մասին եք խոսում, իրենց էլ է շատ կարևոր հասկանալ իրենց պրոդուկտը ինչ էմոցիա է առաջացնում, որպեսզի վաճառեն կամ չվաճառեն եւ նույնն էլ մեծ հաշվով քաղաքականության մեջ դա նույնպես վաճառքի տեսք է, երբ որ վաճառում են գաղափարներ երկրի ապագայի մասին։
Հարգելի ունկնդիրներ, եթե դուք սոցցանցերում, հատկապես սոցցանցերում հանդիպել եք տեղեկատվության, որը ձեր կարծիքով կեղծ է, գրեք մեզ, թողեք մեկնաբանություն այս տեսանյութի ներքո, հնարավոր է ձեր բարձրացրած հարցը դառնա մեր հաջորդ հաղորդման թեմա եւ մենք անդրադառնանք դրան։ Սուրեն, ինչ պետք է անի մեդիան, հայաստանյան մեդիան, որպեսզի կամա չդառնա օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները տարածող գործիք, մեդիաները հասկանալի է, շատ հաճախ այսպես ասենք գնում են ճչացող վերնագրերի, որպեսզի դիտումներ ապահովեն եւ այլն, ինչ կարող եք ասել, օրինակ ամփոփ մեդիան ինչ է անում։ Ես կարող եմ իսկապես մեր մեդիայի մասին ասել, շատ ընդհանուր բավական բարդ է դրան անդրադառնալը, հասկանալով նաև տեղեկատվական իրավիճակի կամ տեղեկատվական մեր ունեցած բազմազանությունը, որ կա մեդիա շուկայում, չեմ վախենա այդ բառից, մեր դեպքում, բոլոր դեպքերում, լիներ այսօր, լիներ 3 թե 10 տարի առաջ, մենք շարունակում ենք գործել էթիկայի կանոնների շրջանակում, այսինքն մենք լրագրողական էթիկայի կանոնների մասին է խոսքը, հետևում ենք այդ սկզբունքներին, որոնք մենք որդեգրել ենք ի սկզբանե ստեղծելու ժամանակ եւ հետեւաբար այդ ամեն ինչին հետևելով նոր կանոններ գուցե ստեղծելու կամ տեխնոլոգիաների հետ կապված գուցե 1-2 կետ ավելանա, բայց մենք հետևում ենք դրանց, շարունակում ենք որպես լրագրող։ Որոնք են այդ կանոնները, հավասարակշռված ներկայացնել տեղեկատվություն, կեղծ տեղեկատվություն, որպես լսարանի ներկայացնել, այո, ընդհանրապես այսօր ոչ միայն լրատվամիջոց, այլ նաև ցանկացած օգտատեր, եթե այդ པարզ կանոններին հետևի, ոչ ինքը կլինի այդ տարածողների շղթայում, հա, որտեղ կան ինչպես անգլերենում կա բառեր misinformation, հա, եւ disinformation, այսինքն disinformation ապատեղեկատվություն, դա միտումնավոր տարածվող եւ misinformation-ը ոչ միտումնավոր, հա, միտումնավոր չես անում, հավատացել ես, տարածում ես որ քո շրջապատում մոլորյալ ես դու, ստացվում է որ դու մոլորյալ ես, այո, հետեւաբար այս պարագայում պետք է ոչ թե նախ եւ առաջ էմոցիոնալ ուրեմն որոշում կայացնել եւ տարածել այդ լուրը, այլ ընդհանրապես կարելի է մի փոքր սպասել, մի հատ նորից կարդալ, հասկանալ տվյալ տեղեկատվությունը ունի հիմք, փաստ, աղբյուր, բայց նաև այսօրվա այդ համակարգված բանում այդ ամեն ինչը հաշվի են առնում։ Իդեպ ասեմ ձեզ հենց հիմնվելով էթիկայի կանոնների վրա, այսինքն հիմնվում են այն մոտեցումների պրոֆեսիոնալ, որոնք ունեն լրատվամիջոցները, այսինքն օգտվել 2 աղբյուրից առնվազն, ունենալ փաստեր, հա, եւ ցանկացած մանիպուլյացիա իր մեջ պարունակում է որոշակի ճշմարտություն, այսինքն ճշտի շուրջ ստեղծված կեղծիք, աղբյուրներն էլ ինչպես ասեցի կարող են լինել բավական վստահելի աղբյուրներ, որոնք խոսում են այնպիսի բանից, որոնք իրականում այդքան էլ այդպես չեն։ Արթուր, Սուրենը ասեց, ներկայացրեց իր պատկերացումները, թե մեդիան ինչ պետք է անի, ձեր գնահատմամբ կառավարությունը, լավ, պետական ինստիտուտները ինչ պետք է անեն, մենք անընդհատ խոսում ենք օտարերկրյա ապատեղեկատվական մանիպուլյացիաների, գրոհների մասին, նպատակը հասկանալի է, ազդեցության գործիքների մասին, պետությունը ինչ դեր ունի, ինչ կարող է անել, միևնույն ժամանակ չվնասելով խոսքի ազատության սկզբունքները։ Պետությունը նախ եւ առաջ պիտի գործի շատ համակարգված եւ ունենա բավական կենտրոնացված, այսպես ասած, ռազմավարական հաղորդակցման համակարգ, որի մեջ մտնում է ոչ թե միայն հաղորդակցությունը, այլև մշտական մոնիտորինգը, մշտադիտարկումը, թե ինչ սպառնալիքներ են գալիս եւ ունենա պատրաստի նույնիսկ պատասխաններ ապատեղեկատվությանը, որպիսի հնարավորինս արագ արձագանքի, որովհետեւ ապատեղեկատվությունը միշտ տարածվում է, երբ կա պարարտ հող, երբ երկար ժամանակ արձագանք չկա, ինչ որ տեղեկատվություն շրջանառվում է եւ պետական մարմինները լուռ են, դեռ մոնիտորինգ չեն արել, չգիտեմ որ այդպիսի բան կա, հետո դա տարածվում է, նոր պանիկայի ռեժիմով հետևում են, դա հեշտ գործ չէ եւ դրա համար պետք է ունենալ եւ թիմ, որը մոնիտորինգային գիտելիքներ ունի եւ գործիքակազմ։ Շնորհակալություն Արթուր, շնորհակալություն Սուրեն։ Հիշեցնեմ, հյուրընկալել էինք Ամփոփ մեդիայի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանին եւ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Արթուր Պապյանին, կհանդիպենք։